Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր կենդանի ենք, առողջ ենք, կարող ենք Աստծո ոտքերով եւ սուրել իրենից իր սուրբ խոսքի մասին եւ թող Աստված օգնի մեզ, Սուրբ Հոգին թափի մեր վրա, որպեսզի մենք ճիշտ հասկանանք, ճիշտ ընկալենք եւ կարողանանք իրագործել մեր կյանքում Քրիստոսի շնորհքով Հիսուսի անունով խնդրեցի փառքորը, որթում Սուրբ Հոգին այժմ նշեցյան դայրում ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ մենք ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է աճել Աստծո հետ հարաբերություններում, արդեն հասել ենք այս 2-րդ դասին, եւ այս դասը կոչվում է կիսվեք նրանով, այսինքն Հիսուսով։ Հիշելու համարն է Եսայի 50:4։ Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել։ Սա մարգարեությունը Հիսուսի մասին, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։ Եթե Հիսուսին պետք է սորել Աստծուց, ապա մեզ առավել եւս պետք է սորել Աստծուց ամեն առավոտ արթնանալով եւ Աստծուն խնդրելով, որպեսզի մեզ սորեցնի, թե ինչպես սովորենք հոգնածին օգնել խոսքով։ Եվ այստեղ օրինակ է վերում մի հովվի, որ գնալու էր եկեղեցի եւ ուշանում էր եւ շատ ջղային էր, որովհետեւ ուշանում էր եւ հանկարծ իր դեմը կտրեց մի ավտոմեքենա եւ ինքը կտրուկ սեղմեց արգելակը, բարկությունից զայրույթից բարձրացեց բռունցքն ու բղավեց վարորդի վրա։ Բայց հետո երբ որ եկավ եկեղեցի, տեսավ, որ այդ մյուս մարդուն վրա ինքը բղավել էր եկեղեցում էր եւ պարզվեց, որ այդ մարդը եկել էր հյուր իր բարեկամին եւ որոշել է բարեկամի հետ գալ եկեղեցի։ Եվ այստեղ համոզված եմ, որ այդ մարդը ամաչեց իր վարքից եւ կարևոր չէ հետագամ այդ մարդը կգար եկեղեցի թե ոչ։ Կարևոր այն է, որ մենք իմանանք, որ Աստծո աչքը միշտ մեր վրա է եւ Աստված տեսնում է։ Եվ դա քրիստոնյայի առավել եւս հովի պահվածք չէ, երբ որ բռունցք ես թափահարում, կամ էլ գոռում ես մեկ ուրիշի վրա։ Դրանով մենք խայտարակում ենք Հիսուսի անունը։ Եվ ճիշտ վկայություն չենք տալիս Հիսուսի մասին, ճիշտ պատկերացում չենք տալիս Հիսուսի մասին։ Մատթեոս 28:18-20 համարում, երբ որ Հիսուս արդեն պիտի համբարձվեր, ինքը ասում էր իր աշակերտներին։ 18 համարից, երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին, եւ Հիսուս մոտենալով խոսեց նրանց հետո ասաց. Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա, ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացեք ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրացի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը։ Ուրեմն Հիսուսը առաջադրանք է տվել քրիստոնյաներին, որ իրենք մյուսներին էլ սարքեն աշակերտ, ինչի, որպեսզի այդ մյուսներն էլ սարքեն աշակերտ, ինչու։ Որտեվ այն հասարակությունը, որի մեջ շատ անկեղծ աշակերտներ կան Քրիստոսի, այդ հասարակությունը ավելի ու ավելի կնահանվի դրախտավայրի, որտեղ չկա կռիվ, դավի, ագրեսիվություն, չարություն, տխրություն, դառնություն, այլմեսեր, խաղաղություն եւ Սուրբ Հոգու բոլոր պտուղները։ Ուրեմն յուրաքանչյուր մեկը, որ Քրիստոսով նոր կյանք է ստացել, կանչված է վկայելու։ Չէ՞ զորով Աստված զորով մեզ չի ստիպում։ Սակայն հաճախ մարդիկ վկայելը համարում են այնպիսի մի բան, որ իրենք չեն կարող անել, կապ չեն ցանկանում անել։ Միգուցե դուք արդեն պատկերացնում եք, որ փողոցի մի անկյունում քարոզում եք կամ Աստվածաշնչյան բարդ դասեր եք մատուցում, այդ պատճառով թափ տալով գլուխն ասում եք՝ միայն ոչ ես, ոչ մի դեպքում։
Ես ինտրովերտ եմ, վկայել եմ հարմարավետության գոտուց դուրս եմ։ Բայց Աստված ուզում է հենց դա, որ մենք մեր հարմարավետության գոտուց դուրս գանք, եթե դուրս չգանք չենք աճի, որպես քրիստոնյա։ Եթե երեխան իր տնից իր հարմարավետության գոտուց դուրս չգա, նա չի աճի, նա չի դառնա մեծահասակ։ Նույնը եւ հոգեվոր մարդու վերաբերյալ է։ Իսկական վկայությունը պարզապես արդյունքն է այն բանի, որ դու դառնում ես ականատեսը այն ամենի, ինչ Աստված անում է քո կյանքում։ Նկատում ես, թե ինչ է նա սովորեցնում քեզ։ Մինչ դու աճում ես նրա միջև, հետո պարզապես քո փորձառությամբ կիսվում ես ուրիշների հետ։ Ինչպես որ ասենք թե գնում ես փողոցով եւ մի բան ես տեսնում, որ տպավորություն է թողնում քո վրա եւ գնալով տուն կամ գնալով գործի տեղը կիսվում ես անմիջապես քո ընկերուհու հետ կամ քո գործակցի հետ կամ տնեցու հետ։ Ինչու, որտեղ տպավորություն էր թողել քեզ վրա այդ դեպքը։ Եվ նույնը այստեղ է։ Եթե մեր փրկությունը, մեր մոտիկությունը Հիսուսի հետ տպավորություն է թողնում մեր վրա, իհարկե դրական տպավորություն, մենք անհամբեր կլինենք կիսվելու դրանով ուրիշների հետ եւ դա կլինի բնական, ոչ թե նրա համար, որ այդ մյուսին զորով բերենք Հիսուսի մոտ եւ աչոք հավաքենք Հիսուսի առաջ, ոչ, այլ որովհետեւ մենք անցնելով դառնության, դժվարությունների միջոցով օգնություն ենք հայթայթել հենց Հիսուսից եւ հաղթել ենք դժվարությունը եւ սովորել ենք հաղթել բազմաթիվ դժվարություններ Հիսուսի օգնությամբ։ Եվ երբ որ մենք մյուսին տեսնում ենք դժվարության մեջ եւ լռում ենք եւ չենք ասում այն դեղը, որ կա դժվարության համար, ապա մենք քրիստոնյա չենք, մենք իզուր Քրիստոսի անունը իզուր տեղը առնում ենք մեր բերանը, որովհետեւ Քրիստոսը ինչպես է ապրել, մարդկանց բարություն անելով, մարդկանց օգնելով դուրս գալու դժվարություններից։ Աստված այնքան բարի է եւ այն ինչ նա արել է մեզ համար լավագույն լուրն է, որ աշխարհը կարող է լսել եւ որ Աստված պատրաստ է անել դա նաեւ յուրաքանչյուրի համար։ Մենք չենք կարող եւ չպետք է լռենք։ Նա մեզ փրկել է, նա մեզ իր անունով է կոչել, մենք նրանն ենք։ Կա արդյոք ավելի լավ լուր, որևէ մեկի համար աշխարհի որևէ անկյունում լինի, որ մարդուն ասես, գիտես, տրամադրություն մի գցի, դու Աստծո զավակ ես եւ Աստված եզերքի տիրակալն է եւ Աստված կարող է քեզ օգնել, նա ունի դեղը, դու պետք է առաջարկես, ոչ թե զորես։ Աստված ինքը չի զորում մարդուն, ինքը ազատ ընտրության հնարավորություն է տվել մարդկանց եւ դրա համար մենք ուղղակի պետք է ասենք, տեղեկություն տանք, որ հետո մեր խեղճի առաջ էլ մաքուր լինենք եւ փորձենք անել այն, ինչ որ կարող է փրկել այդ մարդուն։ Ինչպես որ երբ որ Հովհաննեսը եւ Պետրոսը բուժեցին այն մարդուն, որ եկեղեցու մոտ նստած էր, եւ հետո դրա համար իրենց կանչեցին, այսինքն քարոզում էին Հիսուսի մասին, եւ դրա համար կանչեցին Սինեդրիոն եւ ասացին, որ լռեք, Հիսուսի մասին մի խոսեք, Գործ Առաքելոց 1:8։ Ուրեմն այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, Հիսուսն է ասում, զորություն պիտի առնեք եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը, եւ նաեւ կարդանք Գործ Առաքելոց 4:13, երբ որ քարոզելու համար բռնեցին Պետրոսին եւ Հովհաննեսին, եւ իրենք ուրեմն մեծ համարձակությամբ վկայում էին Հիսուսի մասին,
ասում են Հիսուսի մասին եւ Տասիրեք համար ասում է Պետրոսի եւ Հովհաննեսի համարձակության իտես եւ վերահասու լինելով, թե նրանք տգետ եւ անուս մարդիկ են զարմացան, որտեղ ճանաչում էին նրանց, որ Հիսուսի հետ էին։ Եվ տեսնում էին նաեւ բժշկված մարդուն, որ կանած էր նրանց հետ եւ չէին կարողանում որևէ պատասխան տալ։ Եվ իսկ Պետրոսը ինչ ասեց, երբ որ իրանք ասին, չէ, մի ասեք Հիսուսի մասին։ Հիսուսը ինչ ասեց, Պետրոսը ինչ պատասխանեց, ասեց, որն է ճիշտ։ Ձեզ լսել, թե Աստծուն։ Ասում եմ, ես չեմ կարող լռել այն մասին, ինչ որ Աստված արել է մեզ համար։ Պետրոսն ու Հովհաննեսը շարունակեցին հռչակել Գործ Կարաքելոց 4:20. Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել։ Այսինքն, եթե մարդը իրոք ճանաչել է Քրիստոսին, տեսել է ու լսել է Քրիստոսին, ընդունել է իր սրտում, ոչ կարիք չկա զորելու այդ մարդուն, որ ուրիշներին ասի դրա մասին։ Ինքը առանց խնդրելու կասի։ Գործ Կարաքելոց 4:13 նրանք Հիսուսի հետ են եղել, հետևաբար ուրախությամբ էին կիսվում։ Սուրբ Հոգին համարձակություն եւ համոզիչ զորություն պարգևեց իրենց խոսքերի մեջ, որտեղ իրենց արգելվել էր դա անել։ Եվ բայց նրանք շարունակում են խոսել Հիսուսի մասին, որովհետև չէին կարող չխոսել, որտեղ չէին կարող լռել։ Երբևէ մտածել եք, թե որն էր Հիսուսի դրդապատճառը, որ կարողանում էր ամեն օր աշխատել, բժշկել, մխիթարել, քարոզել եւ ուսուցանել այդքան շատ մարդկանց։ Պատասխանը Մատթեոս 9:36-ի մեջ է, որը ասում է. Նա ժողովրդի բազմությունը տեսքն Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով գթած նրանց, այսինքն խղճած, որ հոգնել եւ ցիրուցան են եղել ինչպես հովիվ չունեցող ոչխարները։ Եթե մենք էլ Հիսուսի հոգին ունենք, Սուրբ Հոգին ունենք, երբ որ մարդկանց տեսնում ենք վատ վիճակում, մենք կխղճանք իրանց, կգթանք, կտեսնենք, որ իրենք հովիվ չունեն իրենց կյանքում, առաջնորդ չունեն, դրամ այլ շփոթված են։ Մարդկության հանդեպ սերն ու գութն էին Հիսուսի դրդապատճառը, որ մղում էին այդ ծառայությանը, այդ նույն ձևով Աստծո սերը մեզ պետք է ստիպի զգալու հոգիներին դեպի Հիսուս նրա ճշմարտություն առաջնորդելու բեռը։ Տիմոթեոս 5:14 Որտեղ Քրիստոսի սերն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա ուրեմն բոլորը մեռած էին։ Այստեղ ստիպել չի նշանակում, որ զորով ստիպում է, ոչ։ Ասում է սերը մղում է մեզ, ավելի ճիշտ բառը դա կլիներ, սերը մղում է մեզ։ Երբևէ բազմության մեջ նայել եք անծանոթ դեմքերին ու մտածել հավիտենության մասին, զարմանալով մտածելով արդյոք նրանք ճանաչում են Հիսուսին։ Երբևէ օգնության կարիք ունեցող անծանոթի հանդեպ զգացել եք Աստծո սիրո նման մի զգացում։ Ջերմություն մարդկանց հանդեպ։ Մեր մեջ բնակվող Աստծո սերը ստիպում է, որ զգանք հոգիների դեպի նա առաջնորդելու բեռը։ Երեմիան դա էր ցանկանում արտահայտել, երբ գրում էր Երեմիա 29. Այն ժամանակ սրտից մեջ կարծես վառված կրակ լինի, ոսկորներից մեջ փակված, այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։ Այսինքն սրա առաջին խոսքը ասում է, որ Երեմիան ասում է, ես մտածեցի, որ պետք չէ վկայել, որտեղ ինքը ուզում էր փրկել ժողովրդին վտանգից, բայց իրեն գցում էին բանտի մեջ, իրեն հալածում էին, իրեն վատություն էին անում, եւ ինքը ասում ավելի լավ է լռեմ։ Բայց ասում է, երբ որ որոշեցի դա, ասում է, կարծես վառված կրակ լիներ ոսկորներից մեջ փակված, այսինքն ես չեմ կարող լռել։ Որտեղ սերը, այդ վառված կրակը, որ ապրում էր իր մեջ, ստիպում էր իրեն խոսել, որտեղ ինքը սիրում էր այդ մարդկանց, ուզում էր փրկել նրանց։ Եվ նույնը մենք, երբ որ մենք ծանոթանում ենք ինչ-որ մեկի հետ, աշխարհում ինչպես է,
մեծամասամբ ուզում են ծանոթանալ նրա հետ, ումից օգուտ կունենան։ Եթե օգուտ չունեն, չեն էլ ուզում ծանոթանալ։ Բայց քրիստոնյաների մոտ պիտի լինի հակառակը։ Ձգտել ծանոթանալ ուղղակի մարդկանց հետ, ծանոթանալ, որպեսզի օգուտ տալ իրենց, այլ ոչ թե օգուտ քաղել իրենցից։ Եվ երբ որ նայում ենք անծանոթ դեմքերին, մարդկանց, որոնք չեն ճանաչում, բայց ասում ենք, որ մեկի դեմքին տխրություն է, մեկի դեմքին ջղայնություն է, մյուսի դեմքին դառնություն է, դա լավ կյանքից չէ, նշանակում է այս մարդիկ ինչ-որ պրոբլեմներ ունեն, պրոբլեմների միջով են անցնում, և մենք գիտենք դեղի մասին, ով կարող է այդ բոլորը դուրս քշել իրենց կյանքից, ամեն դառնություն, ամեն տխրություն, ամեն գոռոզություն, և որտեղ գոռոզությունից շատ անգամ բխում, եսից է բխում, եսամոլությունից այդ ամեն ինչը, և մենք պետք է մոտենանք այդ մարդկանց, որպեսզի օգնենք իրենց ազատվելու այդ ամեն ինչից, այդ նեգատիվից, որտեղ այդ նեգատիվը մարդուն հիվանդացնում է թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Մարդկանց մեջ մենք պետք է տեսնենք անհատների, որոնք մեր օգնության կարիք ունեն, այլ ոչ թե ուղղակի անծանոթ մարդիկ, որ անցնում են։ Այնուամենայնիվ, երբ մենք ուրիշներին պատմենք Աստծո մասին, երբեք չպետք է փորձենք ստիպել որևէ մեկին ընդունել Աստծուն կամ նրա աստվածաշրջան ճշմարտությունը։ Պարտադրելը հակառակ է աստվածային բնավորությանը։ Աստված չստիպեց Ադամին ու Եվային հեռու մնալ բարու և չարի գիտության ծառից։ Գիտեք, երբ որ ինքը զգուշացրեց, ասեց այդ ծառից, բոլոր ծառից կարակ ուտեք, այդ ծառից մի կերեք, ինքը բարձր ցանկապատ չդրեց այդ ծառի տարածքի շուրջը։ Ոչ, որտեղ Աստված չի զոռում։ Ինքը ազատություն է տալիս ընտրության։ Նույնը, երբ որ Նոյին ասեց ծննդոց մեկում, Տեր Աստված ասաց Նոյին, դու և քո ողջ ընտանիքը մտեք տապան, որտեղ մարդկային ցեղի մեջ միայն քեզ կտա արդար իմ հանդեպ։ Այսինքն, եթե Նոյը չուզենար, Աստված չէր բրդելու Նոյին զորով մտցներ։ Նոյը ինքը ուզեց և մտավ։ Աստված ընդամենը ասեց, առաջարկեց, և նաև Աստված չէր ստիպում, որ իսրայելցիների ուխտի մեջ մնան, այլ ուղղակի ասում էր նրանց 2 Օրինաց 4 գլխի 29 համարից, զգուշացնում էր նրանց, եթե այնտեղ նեղության մեջ գտնվելով ձեր ամբողջ հոգով ու ուղղությամբ ցանկանաք փնտրել ու գտնել ձեր մեջ ձեր Տեր Աստծուն, ապա նրան կգտնեք։ Այս բոլորը իրականություն կդառնա վերջին օրերին, և դու կդիմես քո Տեր Աստծուն, կլսես նրա ձայնը, որտեղ Աստված ողորմած է, նա քեզ չի լքի ու քեզ չի կործանի, չի մոռանա քո հայրերին տված ու երդումով հաստատված ուխտը։ Այսինքն, եթե նույնիսկ սխալվում եք, եթե նույնիսկ ընկնում եք, Աստված չի ասում վերջ, նա ասում է նորից դարձի դեպի ինձ, և ես քեզ կօգնեմ։ Ընդհակառակը, Հիսուսը օգնում է մարդկանց կարիքների մասներ հոգում, Մատթեոս 4 գլուխ 23 համարից, և Հիսուս շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերից, ուսուցանում էր նրանց ժողորաններում, քարոզում էր արքայության ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու բոլոր ախտերը, և նրա համբավը տարածվեց ամբողջ ասորիքում, և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին պես ցավերով և տանջանքներով, և դիվարների, և լուսնոտների, և անդամալույսների, և նրանց բժշկեց։ Եվ Գալիլեայից, Դեկապոլսից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից բազում ժողովուրդ նրա հետևից էր գնում և բժշկում էր նրանց։ Աստված լեկցիա չէր կարդում նրանց գլխին։ Հիսուսը սկզբում բժշկում էր նրանց և հետո էր ցույց տալի ճշմարիտ ճամփան։ Այսինքն, մենք պետք է հետաքրքրված լինենք մարդկանց հոգևոր բուժմամբ և հետո նոր հրավիրենք նրանց հետևել Հիսուսին, որտեղ ինչու հետևել Հիսուսին, որտեղ Հիսուսն է աղբյուրը այդ ողջ սիրո, ուրախության, բարության
եւ խաղաղության։ Հիսուսը երբեք ոչ մեկին չստիպեց հետևել իրեն կամ իր ճշմարտությանը, բայց նա երբեք չի հրաժարվում մեզանից։ Մատթեոս 23:37։ Ահա ձեր տունը ավերակը թողնվի ձեզ, բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք։ Ուրեմն ասում է Երուսաղեմ, Երուսաղեմ, որ կոտորում է իր մարգարեներին ու քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին, քանի անգամ կամեց հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է հավաքում իր զաքերի թևերի տակ, բայց չուզեցիք, չկամեցաք։ Ահա ձեր տունը ավերակը թողնվի ձեզ, բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Երբ վկայում ենք կամ խոսում ենք Աստծո մասին, մեր մոտեցումը միշտ պետք է արտացոլի Հիսուսի մոտեցումը։ Էլեն Ուայթն ասում է դարերի փափագի մեջ. Քրիստոսի առաքելության ոչ մի մասը չի ենթադրում, որ մարդիկ հարկադրանքով ընդունեն իրեն։ Միայն սատանան ու նրա հոգով առաջնորդվող մարդիկ են ձգտում պարտադրել խղճին։ Ուշադիր, եթե դուք գնում եք եկեղեցի եւ պարտադրանքով եք ուզում մարդկանց բերել եկեղեցի, պարտադրանքով եք ուզում պարտադրում եք, որ նրանք լսեն ավետարանը, դա Աստծո հոգին չէ, դա սատանայի հոգին է։ Ուրեմն միայն սատանան ու նրա հոգով առաջնորդվող մարդիկ են ձգտում պարտադրել խղճին։ Մենք պարտավոր ենք միայն ասել, զգուշացնել, օգնել, բայց ոչ պարտադրել։ Չկա ավելի համոզիչ ապացույց այն բանի, որ մենք առաջնորդվում ենք սատանայի հոգով, քան այն հակումը, որն ուզում է վիրավորել ու ոչնչացնել նրանց, ովքեր չեն գնահատում մեր աշխատանքը կամ գործում են մեր գաղափարներին հակառակ։ Այսինքն նշանակում է դու սատանայի հոգի ունես, եւ որ ինչ-որ մեկը չի ուզում քեզ լսի, դու սկսում ես ատել իրեն եւ համարում ես վերջացած մարդ։ Եվ ինչքան էլ ուզում է որ գնաս եկեղեցի, ինչքան էլ որ ուզում ես քեզ կոչել քրիստոնյա, Աստված չի պարտադրում մարդկանց խղճին։ Մենք ընդհանրապես իրավունք չունենք պարտադրելու։ Մենք միայն ունենք իրավունք ունենք ասելու, զգուշացնելու, սիրով։ Մենք պետք է այնպես անենք, որ ինքներս լինենք Աստծո ծառայության անոթը։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որն ատում է ճշմարտությունը, բայց այդ իրականությունը չպետք է խոչընդոտի այն մտածված ու սիրով տարածելու։ Հիշեք, որ հաճախ մեր անձնական վկայությունն է ունենում ամենամեծ կշիռը, հատկապես վկայության սկզբնական փուլերում։ Հայտնություն 12:11 Մեր եղբայրները հաղթեցին նրան գառան արյունով եւ նրա վկայության խոսքով եւ չհամաձայնեցին վիշապի հետ նույնիսկ իգին իրենց մահվան, այսինքն նույնիսկ իրենց կյանքը չափսոսացին Հիսուսի համար։ Բ Պետրոս 3:18 Աճեցեք մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտությամբ նրան փառք թե այժմ եւ թե մինչեւ հավիտենության օրը ամեն։ Պետրոս չի ասում աճեք ձեր դառնության մեջ, ձեր գոռոզության մեջ, ձեր ջղայնության մեջ, ձեր ագրեսիվության մեջ, ոչ։ Ասում է աճեցեք մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտությամբ, ինչի մեջ, Սուրբ Հոգու տողների մեջ, սիրո մեջ, խաղաղության մեջ, ուրախության մեջ, բարության մեջ։ Եվ դրանով աշխարհը կտեսնի, որ մենք քրիստոնյա ենք։ Եվ մեզ այն յուրաքանչյուրի համար հարցը հետևյալն է. ում հետ եմ կիսվում Հիսուսի մասին։ Փոստատարի, խանութի վաճառողի, թե այն մարդու, ում ամեն օր տեսնում եմ, երբ դուրս եմ գալիս խոսնելու։ Աստված յուրաքանչյուր հավատացյալի կոչ է, որ իրեն օգնի այդ գործում, եւ նա այսպիսի խոստում է տվել. Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Դա չի նշանակում, որ մարդուն առաջին անգամ տեսնում ես եւ սկսում ես քարոզել Աստծո մասին եւ գլուխը տանում ես։ Ոչ։ Նախ եւ առաջ այդ մարդու հետ ուղակի բարեկամանում ես։ Եվ որտեվ հաճախ ես տեսնում ամեն օր,
Խոստատար ամեն օր գալիս է փոստը, խանութի վաճառողին ամեն օր հաճախ ես տեսնում եւ նաեւ ինչ որ մեկը որ գնում է զբոսնել եւ դու եւ կարող ես ուղղակի ընկերանալ, խոսել, իր կարիքներ իմանալ եւ շատ հանգիստ ձևով հարցնել նրան, ուզում եք աղոթենք միասին կամ աղոթեմ ես ձեզ համար։ Եվ Պետրոս 3:15 Պետրոսը ասում է, որտեղ ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե ուրեմն այստեղ սխալ համար է, սխալ տեղ է դրված, իսկական համարի մեջ Պետրոսը ասում է, որ պատրաստ եղեք պատասխան տալու։ Եկեք կարդանք, այստեղ կարծեսի ճիշտ է։ Ուրեմն առաջին Պետրոս 3:8-15 հավանները։ Եվ ամենագլխավորը եղեք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագուտ, խոնարհ, համախորհուրդում հետ Հիսուսի հետ։ Ոչ թե քարոզիչի հետ, ոչ թե սրա հետ, նրա հետ, այլ Հիսուսի հետ։ Եթե եկեղեցու ամեն մի անդամ, եթե եկեղեցու հովիվը համախորհուրդ լինի Հիսուսի մեջ, այդ եկեղեցուն կդերի խաղաղություն եւ սեր։ Կարեկից, եղբայրասեր, ազնվագուտ, խոնարհ։ Արդյոք մարդիկ, որ մտնում են մեր եկեղեցիներ, տեսնում են սա թե ոչ։ Տեսնում են կարեկցություն, տեսնում են սեր, խոնարհություն, ազնվություն, թե ոչ, թե հակառակն են տեսնում։ Չարի փոխարեն չար մի հատուցեք, կամ նախատինքի փոխարեն նախատինք։ Այլ ընդհակառակ օրհնեցեք, որտեղ այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը։ Այսինքն, ինչու է Պետրոս ասում չարի փոխարեն չար մի հատուցեք։ Ընդհանրապես մարդիկ չարն են անում, որտեղ իրանց են չար արել։ Եվ երբ որ դու իրեն պատասխանում ես դրանով, այդ շղթան շարունակում է չարության։ Եվ եթե մենք չենք պատասխանում չարին չարությամբ, այլ բարությամբ ենք պատասխանում, այդ շղթան չարության կոտրվում է եւ սկսում է հյուսվել բարության շղթան։ Ահա թե ինչու է Պետրոսը դա ասում եւ Հիսուսն էլ է դա ասում։ Եվ ասում է, երբ որ ձեզ նախատում են, մի պատասխանեք նախատինքով, այլ օրհնեցեք։ Այսինքն, մարդը նախատում է, դա նշանակում է, որ ինչ որ մեկը նախատել է իրեն, նա այդ չարությունը պետք չէ անձնական ընդունել դա։ Ուղղակի մարդու մեջ չարությունը ինքը առաջին պատահածի վրա է թափում դա։ Իրավունք չունի իհարկե, բայց մեղավոր մարդ է։ Եվ երբ որ ես նախատինքով եւ կամ վիրավորանքով պատասխանում եմ, ինչ է լինում, նորից ես այդ շղթան շարունակում եմ չարության։ Բայց եթե ես ասում եմ, նայեք, ես հասկանում եմ, որ դուք լավ որ չեք ունեցել։ Եվ ես ազնական չեմ ընդունում ձեր վիրավորանքը, այլ ուղղակի ասում եմ, թող Աստված օրհնի ձեզ, թող Աստված խաղաղություն դնի ձեր սրտում։ Եվ այդ շղթան կկոտրվի չարության, որպես քրիստոնյաներ մենք կոչված ենք չարության շղթան կոտրելու, այլ ոչ թե շարունակելու։ Մենք պետք է կոտրենք շղթան եւ բարության շղթան սկսվի հյուսել։ Ավելին Պետրոսը ասում է, եթե ուզում եք օրհնվեք, ուրեմն դուք էլ օրհնեցեք։ Ասում է օրհնեցեք, որովհետև այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը։ Եթե մենք ուզում ենք օրհնվել, մենք պիտի օրհնենք։ Արդարև եւ ով է որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն, իսկ եթե արդարության համար չարչարվում եք, երանի է ձեզ։ Բայց նրանց երկյուղից մի վախեցեք եւ մի խռովեք, այլ Տիրոջը նույն ինքը Քրիստոսին սուրբ պահեցեք ձեր սրտերում, պատրաստ եղեք հեզությամբ եւ երկյուղացության պատասխան տալու ամեն մարդու, որը կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը։ Մաքուր խղճմտանք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը Քրիստոս, որտեղ ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծո կամքը, քան չարիք գործել։ Պետք չէ կանել ու ամեն մի չարախոսողի, ամեն մի բամբասողի պատասխան տալ։ Նո, ուղղակի շարունակեք ձեր բարի վարքը եւ ձեր բարի կյանքը
եւ դրանով իսկ արդեն կփակվի բամբասողի բերանը եւ կպարզվի, որ նրանք ուղղակի ստախոս են։ Եվ այստեղ մի քանի բարձրորդներ է տալիս, թե ինչպես կարող ենք մենք Հիսուսի մասին տեղեկությունը տալ ուրիշ մարդկանց, իրենց բարության համար։ Մենք կարող ենք ծանոթանալ մարդու հետ, նորից կրկնենք, որ աշխարհիկ մարդիկ ծանոթանում են ուրիշի հետ միայն այն դեպքում, մեծամասամբ, միայն այն դեպքում, երբ որ գիտեն, որ օգուտ շահ ունեն այդ մարդուց։ Բայց քրիստոնյան այդպես չպիտի լինի։ Նա պետք է ծանոթանա մարդու հետ, որպեսզի իմանա, թե ինչպես օգնել այդ մարդուն, ինչպես օգուտ տա այդ մարդուն, այլ ոչ թե ինքը օգուտ քաղի։ Սա է տարբերությունը աշխարհիկ եւ քրիստոնյա մարդու միջեւ։ Ուրեմն մենք բարեկամական հարաբերություններ ենք կառուցում ինչի համար, որպեսզի օգնենք այդ մարդուն, այլ ոչ թե շահեկան է դա մեր համար։ Մեր ջերմությունը, բարությունը, նրա հանդեպ անկեղծ հետաքրությունը կօգնեն դեպի Աստծուն գրավել նրան։ Ինչու ենք մենք ուզում գրավել մարդուն դեպի Աստված, որպեսզի այդ մարդու կյանքում խաղաղություն տիրի, այլ ոչ թե անախորժություն, որպեսզի այդ մարդու դեմքին լինի ուրախություն, այլ ոչ թե տխրություն։ Նաև պիտի աղոթենք, որ Սուրբ Հոգին աշխատի այդ մարդկանց սրտի հետ։ Մենք շատ բան կարող ենք ասել, բայց միայն Սուրբ Հոգին կարող է համոզել մարդուն։ Պետք է փնտրենք բնական ճանապարհներ խոսելու մեր հավատքի փորձառությունների մասին կամ առաջարկենք աղոթել նրանց համար։ Աղոթենք Աստծուն, խնդրենք Աստծուն, որ քաջություն եւ միաժամանակ մեղություն տա մեզ այդ մոտեցման մեջ։ Փնտրենք եւ գտնենք ուղիներ մարդկանց ծանոթացնելու Քրիստոսի հետ, նաեւ ինչու ոչ եկեղեցու հետ, եթե մարդը հետաքրքրություն ցույց տա դրա համար։ Աղոթենք այն հատուկ կարիքների կամ հարցերի համար, որ կարող է ունենալ ձեր նոր ընկերը, եւ փնտրենք հնարավորություն ցույց տալու, թե ինչպես է Աստվածաշունչը մխիթարություն խորհրդի առաջնորդություն առաջարկում մեզ, եւ նաեւ իհարկե մենք էլ օգտակար լինենք այդ մարդուն իր կարիքի մեջ։ Այսինքն օգնենք հաղթահարելու դժվարությունը։ Սկզբից կարող ենք պարզապես կիսվել Աստվածաշնչյան մեկ խոստումով, ինչի համար, որպեսզի այդ մարդուն հույս տանք, կամ պատասխանել մեկ հարցի, որ իրան հետաքրքրում է, այլ ոչ թե մենք ենք զորում։ Եվ դա դուր կբացի ավելի խոր ճանաչման համար, Հիսուսի ավելի խոր քննարկումների համար։ Եվ իհարկե գալիս է մի պահ, որ այդ մարդը կարող է հետաքրքրություն ունենա եւ ծանոթանա Աստծո հետ, եւ նույնիսկ ուզենա ուխտ կապել Աստծո հետ։ Եվ երբ որ մարդը ուզում է դա, պետք է աղոթենք եւ օգնենք այդ մարդուն այդ գործի մեջ։ Մեր գործողությունը պետք է բացահայտեն, թե ում ենք պատկանում, թե ինչպես ենք վերաբերվում ուրիշների հետ, շատ բան է ասում մեր մասին։ Երբ մեր բնավորությունը ձևավորվում է նրա նմանությամբ, մենք կապրենք այնպես, որ բոլոր մարդկանց դեպի Հիսուսը կգրավենք, թե մեր գործերով, թե մեր խոսքերով։ Եվ շատ անգամ, երբ լինում են երեխաներ, որ մեծանում են հավատացյալ ընտանիքներում, բայց մեծանալով հետո թողում են Տիրոջ ճամփան եւ հեռանում են, բայց դա չի նշանակում, որ Աստված իրանցից ձեռ է քաշում, այլ Աստված շարունակում է փնտրել նրանց եւ նույնը ծնողներին է վերաբերում, այսինքն ծնողները չեն դադարում սիրելու այդ երեխային, այլ աղոթում են, ամեն ուղին փնտրում, որ այդ երեխային նորից ճիշտ ճանապարհի մեջ դնեն։ Եվ ինչպես որ Օվսեի մեջ Աստված թվարկում է մեղքերը այդ ժողովրդի, ասում է, ես ուզում եմ ձեզ բերել դեպի ճշմարտություն, բայց դուք գնում եք բաղաղին եք պաշտում եւ անվայել ադածներ եք անում հեթանոսական,
Ես ասում եմ անդադ ուզում եմ ձեզ դուրս քաշեմ այդտեղից, որպեսզի օգնեմ ձեզ, դուք անդադ գնում եւ նմանվում եք ոչ արդարների։ Եվ մենք գիտենք, որ միշտ հույս կա, քանի որ Աստված չի հանձնում, նա երբեք չի թողնում մեզ, եթե մենք չթողենք իրեն։ Թեև Աստված ժամանակ առ ժամանակ հանդիպանում է իր մոլորված ժողովրդին, նրա գթասրտությունը երբեք չի սպառվում, եւ նրա պատգամը այս գլխում, իսկ Երեմիա 31 գլխում շարունակում է։ Մենք կարող ենք մեծ ցավ, հուսահատություն ու հիասթափություն զգալ կամ նույնիսկ բացասաբար խոսել մեր այն մտերիմների մասին, որ հեռացել են Աստծո հետ հարաբերությունից, սակայն Աստված այստեղ հիշեցնում է, որ չի մոռացել իր մոլորված զավակին երբեք։ Աստծո մտքերը նման մարդու հանդեպ անցողիկ չեն եւ ոչ էլ պատահական, այլ սրտառուչ են եւ անկեղծ։ Իրականում Աստված ասում է, որ իր սիրտը տենչում է նրանց, նա կարոտում է նրանց եւ ցանկանում որ իր մոտ վերադառնան եւ նրա ողորմությունը մեծ է։ Եվ նույնպես պիտի լինեն քրիստոնյաները, նրանք պետք է կարոտեն այդ մարդկանց, ովքեր բացակայում են եկեղեցուց, այլ ոչ թե ասեն, ինչ լավ եղավ, որ թողեց գնաց։ Ուրեմն, մենք բոլորս էլ Աստծո հետ մեր ընթացքի մեջ ունեցել ենք թույլ կամ տատանվող պահեր, եղել են ժամանակներ, երբ անհավատարմություն ենք դրսևորել կամ երկար ժամանակ պարզապես անտարբեր ենք եղել, ինչն էր, որ կրկին մեզ վերադարձրեց նրա հետ հաստատուն ու մեծ հարաբերության։ Այն, որ Աստված մեզ սիրում է։ Զաքարիա 10-րդ գլուխը ասում է, որ ես նրանց պիտի վերադարձնեմ։ Այսինքն Աստված երբեք խաչ չի քաշում մարդկանց վրա։ Գործնականում, երբ սիրելի մարդ հեռացել է Տիրոջ հետ ունեցած հարաբերությունից, նրա հետ հարաբերվելն ու շփվելը կարող է դժվար լինել։ Դուք կարող եք մտորել այն մասին, թե ինչպես կարող էր ամեն ինչ այլ լինել, այլ արդյունք ունենալու համար։ Կարող եք մտածել, թե ինչպես շփվել նրա հետ, եթե բոլորովին այլ համոզմունքներ ու աշխարհայացք ունի, եւ կարող եք հիասթափություն ու անօգնականություն զգալ տեսնելով, թե ինչպես է նա շարունակում բաց սխալ որոշումներ ընդունել։ Իսկ մենք պիտի շարունակենք սիրել։ Միայն սերն է, որ հաղթում է սխալը։ Այս մտքերը միշտ կանդրադառնան ձեր սիրելի հանդեպ, ձեր վերաբերմունքի վրա, հետևաբար շատ կարևոր է ապրել ու խոսել ձեր փրկիչիդ անցկացրած ազնական ժամանակի առատությունից։ Ձեր կյանքի վկայությունը, ձեր գործերը, խոսքերը եւ ձեր աղոթքները ձեր ամուսնու կամ երեխայի համար, ով հեռացել է Աստծուց, կարող են արմատապես փոխել նրանց կյանքում ապագան, ինչպես Ղուկաս 22:31-32 համարում Հիսուսը Պետրոսին ասում է. Տերն ասաց. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել, բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, եւ դու երբ վերադառնաս, ինձ հաստատես քո եղբայրներին։ Սա խոսում է այն ուրանալու համար, որ ուրացավ Պետրոսը Հիսուսին, բայց հետո ապաշխարեց եւ դարձի եկավ։ Ուրեմն իսկ Հուդայի համար արդյոք Հիսուսը չէր աղոթի, իհարկե աղոթում էր։ Դա վերաբերում է նաև Հուդային, բայց Հուդան ինքը ընտրեց օտար ճանապարհ։ Նա չուզեցավ դառնալ, բայց Պետրոս ուզեցավ դառնալ։ Այսինքն մենք կարող ենք աղոթել մարդու համար, բայց նորից վերջնական հետևանքը, վերջնական արդյունքը կախված է այդ մարդու որոշումից։ Արդյոք ինքը ուզում է, թե չի ուզում։ Մենք մեր աղոթքներով շատ մարդկանց կարող ենք օգնել, բայց եթե մարդը չի ուզում, էլ ճար չկա, Աստված երբեք չի զորում։ Աստծուն հանձնեք ցանկացած տխրություն, դատապարտություն կամ մեղադրանք, որ կարող եք զգալ նրանց հանդեպ, եւ դրա փոխարեն Աստծուն խնդրեք, որ այդ զգացմունքները փոխարինի այն սիրով, որ միայն ինքը կարող է տալ։ Խնդրեք Աստծուն բարօրել ձեզ իր բնավորությամբ, որպեսզի կարողանաք սիրառատ ու անձնածով վերաբերմունք ցուցաբերել։ Հիշեք, որ մարդկային հոգին շրջապատող ոչ միայն ազդեցություն այնքան զորություն չունի, որքան անձնածով կյանքի ազդեցությունը,
Ավետարանի օգտին խոսող ամենահզոր փաստարկը սիրառատ ու սիրող քրիստոնյան է։ Սա գրել է Էլեն Ուայթը ապաքինման ծառայություն գրքում։ Քրիստոնեական եւս մի անգամ կարդանք. Ավետարանի օգտին խոսող ամենահզոր փաստարկը սիրառատ ու սիրող քրիստոնյան է։ Քրիստոնեական հարատև կյանքի մեր օրինակով, որն ուրիշներին մատնացույց է անում Քրիստոսին մերժածները մեզանում կտեսնեն մի բան, որը միայն Աստծուց կարող է գալ։ Նրանք կտեսնեն խաղաղություն, որը վեր է մարդկային ամեն տրամաբանությունից, սեր, որ երբեք չի լքում, եւ հույս, որը հավատում է հեճուկս բոլոր հանգամանքների։ Աստծո սերը մեր եւ մեր սիրելիների հանդեպ երբեք չի տատանվում։ Մենք կարող ենք մեր շրջապատի մարդկանց փոխանցել այն սերը, որը ստանում ենք ամեն օր։ Եփեսացիներ 3:17-19 համարները այնպես որ ձեր հավատի միջոցով Քրիստոս բնակվի ձեր սրտերում եւ դուք սիրո մեջ արմատավորված ու հաստատված լինեք եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ թե ինչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունը եւ խորությունը, այսինքն ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանց է, քան ամեն գիտություն, որպեսզի լցվեք Աստծո լրիվ ամբողջությամբ։ Ուրեմն նրան, այսինքն Աստծուն, որ կարող է ավելին անել առավել առատությամբ, քան այն ամեն ինչ մենք խնդրում ենք ու մտածում, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ, նրան փառք եկեղեցում Քրիստոսով բոլոր ժամանակներում հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ վերջում կարդանք մի քանի քաղվածքներ Հիսուսի մի քանի գրքերից, առաջինը Քրիստոսի առակներից, անկախ նրանից, թե ինչ դավանանք ունի մարդը, չի կարող մաքուր սեր ունենալ Աստծո հանդեպ, եթե այն անշահախնդիր սեր չունի իր եղբոր հանդեպ։ Անշահախնդիր սեր։ Բայց մենք երբեք չենք կարող ունենալ այդ հոգին, պարզապես փորձելով սիրել ուրիշներին, այնինչ պահանջում է մեզանից Քրիստոսի սերն է, որ ունենանք մեր սրտում։ Երբ եսը միաձուլվում է Քրիստոսի հետ, սերն ինքնաբուխ բխում է։ Մյուս հատվածը ավետարանչություն գրքից է. նրանք, ովքեր առավել ակտիվորեն են ներգրավված հոգի ներշահելու գործում, իրենց աշխատանքը կատարելով շահագրգիռ հավատարմությամբ լավագույն ձևով են զարգացած հոգեվորության ու նվիրվածության մեջ։ Երբ որ մենք աշխատում ենք ուրիշների փրկության գործում, այդ չի նշանակում, որ մենք աչոքներ ենք հավաքում մեր փրկության համար, ոչ։ Երբ որ դատաստանի օրը գա, մեր դատվելու օրը գա, կապ չունի, թե մենք քանի հոգիներ ենք շահել, եթե մենք մեր կյանքով չենք ցույց տվել Հիսուսին։ Այսինքն կարող է մարդ լավ խոսա եւ կարողանա շահի մարդան, բայց իր կյանքով հեռու լինի Քրիստոսից։ Ուրեմն այդ հոգի շահելը իրան ոչ մի օգուտ չի տա։ Այսինքն մենք հոգիներ ենք շահում ոչ թե մեր փրկության համար, ոչ թե մեր օգուտի համար, այլ այդ մարդկանց օգուտի համար։ Մյուս հատվածը Գործ Առաքելոցից չարին դիմակայելու ուժը լավագույն ձևով ձեռք է բերվում եռանդուն ծառայության միջոցով։ Արապ նստած մենք չենք կարող դիմակայել չարին, այլ միայն եռանդուն ծառայության գործունեության միջոցով է, որ մենք չարին դիմակայում ենք։ Մյուս հատվածը դարերի փափագից է նրա ուրախության մեջ մտնելու համար, այն ուրախության, երբ տեսնում ենք նրա զոհաբերության փրկագնված հոգիները, մենք պետք է մասնակցենք նրանց փրկագնման համար նրա կատարած աշխատանքին։ Եվ վերջին հատվածը դասերակցություն գրքից, նրանք, ովքեր մերժում են ծառայության մեջ Քրիստոսի հետ հաղորդակցվելու առավելությունը, մերժում են այն միակուսությունը, որը մեզ պատրաստում է նրա հետ, նրա փառքին մասնակից լինելու։ Այսինքն լռող քրիստոնյայի համար շատ քիչ հույս կա մտնելու հավիտենական կյանք։ Այն քրիստոնյայի համար, որ լռում է Քրիստոսի իր հավատքի մասին եւ լռելով կործանման է տանում ուրիշներին, որ հակառակ դեպքում, երբ որ ինքը վկա էր, այդ մարդը կարող է լսել եւ փրկվեր։ Եվ դրա համար Աստծո ասում է, եթե չեք վկայում, եթե լռում եք Աստծո ողորմության ու սիրո մասին եւ թողում եք մարդը ինքնաբուխ գնա դեպի կործանում, ասում է, ես ձեր ձեռքերից կուզեմ իրենց արյունը։ Բայց ասում է, եթե դուք զգուշացրեք, իսկ իրենք չեն ուզել
իրենց արյունը մնում է իրենց վրա։ Թող Աստված մեզ օգնի, որպեսզի մենք արյունից մաքուր ձեռքերով քայլենք այս կյանքում, որպեսզի մենք անենք ամեն ինչ եւ ավելին մարդկանց փրկության համար։ Թող Աստված մեզ օրհնի այս գործում եւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։